Ողջույն, հանրային հեռուստաընկերության եթերում Գաղտնաբառը քաղաքացին հաղորդումն է։ Այս թողարկման ընթացքում կանրադառնանք այժմյան ամենաարդիական հարցերից մեկին՝ ընտրություններին։ Եվ ընտրությունների թեման կքննարկենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի, ժողովրդավարության հարցերով փորձագետ Նաիրա Սուլթանյանի եւ ընտրական հարցերով փորձագետ Աղասի Եսայանի հետ։ Բարև ձեզ։ Դե, ինչպես գիտենք, արդեն իսկ տևական ժամանակ է ինչ մեր լրահոսը հագեցած ընտրությունների մասին նորություններով, բայց երևի թե հենց ճիշտ պահն է էլ ավելի մանրամասն ուսումնասիրել ընտրությունների թեման եւ հասկանալ, թե ինչու է այն մեզ համար այդքան կարեւոր եւ ինչու է պետությունը այսքան ռեսուրսներ ծախսում ընտրությունների մասին խոսելու եւ այն ճիշտ կազմակերպելու համար։ Եվ այս կոնտեքստում կցանկանայի քննարկեինք, թե ինչ են ընտրությունները ընդհանրապես եւ ինչու են այն կարեւոր մեր կյանքում։ Ընտրությունները ժողովրդավարական երկրի պարտադիր ուրեմն ատրիբուտ են, առանց ազատ ընտրությունների հնարավոր չի ունենալ ժողովրդավարություն, եւ ժամանակ կան երկրներ, որ ունեն ընտրություններ, պարբերաբար անցկացնում են դրանք, այնուամենայնիվ դրանք չեն կարող այդ երկրները համարել ուրեմն ժողովրդավար։ Սովորաբար դրանք կոչվում են ավտորիտար ընտրական երկրներ, ընտրական համակարգ ունեցող երկրներ, եւ այստեղ մի հետաքրքիր ուրեմն բան կարող եմ հիշել մեր նախկին գործունեությունից, ուրեմն երբ որ ֆոկուս խմբեր էին անցկացնում լսարանի հետ, հայ լսարանի հետ, միշտ ասում են ոնց է համարում Հայաստանը ժողովրդավար երկիր է, թե չէ։ Եվ առաջի ռեակցիան լինում է, որ չէ, մենք ունենք այս խնդրեմ, այստեղ թերություններ կան, այս բանը պետք է բարելավել եւ այլն։ Երբ որ հարցնում են, թե օքեյ, այդ բարեկամը եկեք պատկերացնենք, որ մենք ունենք մի սանդղակ, որտեղ 0-ն ուրեմն ամենաբռնապետական երկրներն են եւ 10-ը դա ժողովրդավար երկրներն են։ Կարող եք բերել օրինակներ այսինքն այս երկրների։ Բնականաբար, ասենք 10-ի մեջ միացյալներն են, Ֆրանսիան, ինչպես միշտ, նորդիկ երկրները եւ այլն եւ այլն։ Այս 0-ի մոտ մարդիկ նշում են Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, մեր արևելյան եւ արևմտյան հարևաններին, եւ հետո հարց են տալիս նորից լսարան, ասում են իսկ Հայաստանը որտեղ կտեղավորեք։ Բնականաբար Հայաստանը արդեն այս կոնտեքստի մեջ ինքը դառնում է դեպի ժողովրդավար երկրներին հարող դիրք է գրավում եւ այս օրինակը ինչու ես բերեցի, որ երբ որ մենք բերում ենք ընտրությունների ժողովրդավարություն, պետք է հասկանանք ուրեմն այս ամիջի կոնտեքստը, թե ոնց է մենք դա դիտարկում։ Ես կասեի ավելի լայն պատկերի մեջ, եթե վերցնենք ժողովրդավարությունը, ոչ միայն ընտրությունները, այլ ժողովրդավարությունը իրենից ներկայացնում է ընտրելու իրավունքը, գրեթե ամենուր, հա, սկսած անգամ ընտանիքի ներսում երեխաների ընտրություն, կնոջ ընտրության իրավունք, հա, ամուսնության ընթացքում դու կարող ես ընտրել, այսինքն սա էլ մեր այսպես պատասխանատու ընտրությունն է մեր պետության հանդեպ։ Ես դրանով կկարևորեմ, որ դա պետություն, քաղաքացի հարաբերությունների մեջ այսպես այն ինստիտուտն է, որ պիտի անպայման գործի, որ ինքը առողջ մնա։ Ինչ են ընտրությունները ժողովրդավարության համար, այո, ժողովրդավարության սկիզբն են, աղբյուրն են, սկսում են, բայց անգամ ամենաժողովրդավար անցկացված ընտրությունները դեռ չի նշանակում պետության ժողովրդավարություն, որտեղ ժողովրդավարությունը ամենօրյա, հա, աշխատանք է, բայց առանց ժողովրդավար ընտրությունների, այո, ժողովրդավարություն չի կարող սկսել եւ համաձայն եմ ընտրական փորձագետի հետ, որ կարող են լինել ընտրություններ, անգամ ֆորմալ առումով իրենք կարող են շատ լավ կազմակերպված լինեն եւ անգամ կան տեսություններ, թե ինչ են օրինակ ավտորիտար երկրները ընտրություններ կազմակերպում եւ այդ տեսությունները բավական շատ են, բավական գիտական նյութ ունեն իրենց մեջ, խորություն ունեն իրենց մեջ, հա, եւ երևի պիտի հարցը նաեւ հետեւյալ կերպ տալ, որ ընտրություններն են ժողովրդավարության սկիզբը, հա, այդ որ ընտրություններն են, հենց որով որ սկսում է ժողովրդավարությունը։ Շարունակելով երևի միտքը, մեկ այլ հարց ինձ մոտ առաջացավ, երբ որ խոսում ենք, հա, ընտրությունների մասին, նույն տարբեր կոնտեքստներում հասկանում ենք, որ կարող են ներկայացվել տարբեր պետություններ, տարբեր նպատակներով կարող են անցկացնել ընտրություններ, բայց որ դեպքում մենք կարող ենք ասել կամ կան արդյոք այնպիսի պահանջներ, որոնց դեպքում եթե բավարարում է ընտրությունը, ապա կարող ենք ասել, որ այն արտահայտում է ժողովրդի կամքը։ Նայեք, ֆորմալ իմաստով դրանք այդ սկզբունքները ձևակերպված են եւ գիտական աշխատությունների եւ միջազգային փաստաթղթերում, դա օրինակ համընդհանուր ընտրություններն են, որ ընդգրկում են ամբողջ հասարակությունը, ընտրական
տարիքից սկսած հավասար ընտրություններն են, այսինքն յուրաքանչյուր քաղաքացի ունի հավասար ձայն։ Ուղիղ ընտրություններն են, երբ որ ընտրողը անմիջապես քվեարկում է եւ ընտրում է ուրեմն կամ տեխնացու անհատին կամ կուսակցությանը գախնի քվեն է, որ պետք է ապահովի, եւ ազատ ընտրությունն բնականաբար չի թույլատրվում բռնանալ մարդու ազատ կամ արտահայտման վրա։ Եվ այս ամեն ինչը պետք է բնականաբար գործի մի միջավայրում, որը ապահովում է ընտրությունների բնականon եւ արդար եւ ազատ ընթացքը, դա արդեն այն հիմնարար ազատություններն են, որոնք էլի բոլորին հայտնի, դա խոսքի ազատությունն է, հավաքների ազատությունն է, միավորումներ ձևավորելու ազատությունն է, առանց որի հնարավոր չի խոսել ուրեմն ազատ եւ արդար ընտրությունների մասին։ Հիմա այն դեպքը, որ մենք ասում ենք, որ տեղում են ընտրություններ, բայց իրանք չեն կարող համարվել ժողովրդավար, հենց այն պարագայում է, երբ որ ֆորմալ իմաստով մենք ունենք, անգամ գույություն ունեն, անգամ տեխնացուներ, հա, բայց այդ տեխնացուները, ասենք, պաշտպանում են իշխանության մեջ գտնվող տեխնացուին, հա, ֆորմալ իմաստով մրցակցություն են ապահովում, բայց իրականում ընտրությունները ծառայում են մեկ այլ նպատակի, պարզապես լեգիտիմացնում են գործող իշխանությունը։ Ես նորից կնշեմ 3 հիմնական գործող, այսպես անձանց, հա, ընտրողը, քաղաքական մրցակիցները եւ պետական ինստիտուտները, որոնք վարչարարություն են ապահովում ընտրական գործընթացների, այս 3-ը եթե աշխատում են փոխադարձ վստահության մթնոլորտում եւ վարչարարությունն է արվում պրոֆեսիոնալ եւ գիտակցված ընտրություն է կատարվում եւ քաղաքական մրցակիցներն էլ արդար եւ ազատ ամենակարևորը կարողանում են մրցակցել։ Այս 3-ի համադրությունը երևի թույլ է տալիս ասել, որ գործընթացը ժողովրդավար էր կամ ընտրությունը ժողովրդավար էր։ Ինձ թվում է կարևոր է ընտրությունների վերահսկողության հանգամանքը։ Ինչքանով են ընտրությունները վերահսկելի, տեսանելի է այդ վերահսկողությունը եւ հասարակությունը ինքը կարող է անձամբ եւ միջնորդի միջոցով, դիտորդական կազմակերպությունների միջոցով դիտել ընտրությունները, հա, եւ ունենալ եզրակացություն, սեփական համոզմունք թե ինչպիսին են ընտրությունները։ Սա շատ կարևոր արգումենտ է ինձ թվում, հա, եւ ընդհանրապես ընտրությունների կազմակերպման ֆորմալ կողմն էլ շատ կարևոր է, չնայած որ ընդհանուր մթնոլորտը, քաղաքական պլատֆորմը, խաղացողները, քաղաքացի ներգրավվածության աստիճանը, պետական ինստիտուտների ճիշտ աշխատանքը կարևոր է, բայց նաև կարևոր է, թե ընտրողը ինչ է մտածում ընտրության մասին, ընտրողը ինչպես է ընդունում այդ ընտրությունները։ Պարոն Սմբատյան, ես թույլ տաք այստեղ հիշեցնեմ մի դրական օրինակ, թեև կոնտեքստը բավական ցավոտ է լինելու 21 թվի մեր արտահերթ ընտրությունները եթե վերցնենք, դուք նշեցիք, որ վերահսկողությունն է կարևոր, դիտորդների, քաղաքասարակության, ենթադրում եմ հենց այս գործող անձանց նկատի ունեիք։ Ես հիշում եմ ինչքան կարևոր էր այս ինստիտուտների համախմբվածությունը եւ նրանց միաբան պնդումը, որ մենք պիտի արտահերթ ընտրություններով, այսինքն ժողովրդի քվեով որոշենք մեր ապագան, որովհետեւ եթե կհիշեք, քաղաքական մրցակիցները անխնա իրար քննադատում էին եւ ես կարծում եմ, որ քաղաքասարակության միջամտությունը այդ պարագայում ժողովրդի ձայնով խոսելու եւ ասելու, որ ճգնաժամերից դուրս գալու ձևը այդուհանդերձ մնում են ժողովրդավար ընտրությունները, դա շատ օգտակար էր եւ երկու մասով եւ այդ միջավայրը ստեղծելու եւ հետո արդեն պրոֆեսիոնալ վերահսկողություն իրականացնելու տեղամասերում։ Եվ այո, համաձայն եմ ձեզ հետ, որ վերահսկողության էլեմենտը շատ կարեւոր է։ Կարող հիշեցիք այդ ընտրությունը, ասեմ, որ լուծումը դա ժողովրդավարությանն է վերաբերվում, ավելի շատ քաղաքական դերակատարներին է վերաբերվում, բայց քանի որ դրանք արտահերթ ընտրություններ էին եւ դրան նախորդող եւս արտահերթ ընտրություններ էր, ինստիտուցիոնալ առումով ասեմ, որ շատ կարեւոր է, որ պետությունը միշտ պատրաստ լինի ընտրություններին, արտահերթ ընտրություններին եւ ըստ էության ցույց տվեց այդ երկու ընտրությունները, որ պետությունը ինստիտուցիոնալ առումով պատրաստ է, հա, այդ արտահերթ ընտրություններին եւ նաեւ պատրաստ է ճգնաժամերի ժամանակ այդպիսի ընտրություններ կարողանա կազմակերպել։ Այո, ընտրությունները դրանք ինչ են, երբ պետությունը կամ քաղաքական գործիչները որոշում են եւս մեկ անգամ նայել հայլու մեջ։ Արտահերթ ընտրությունները դրա մասին են, ընդհանրապես ընտրությունները դրա մասին են, հա։ Դա հայլին է, որը արտացոլում է, թե ինչ է տեղի ունենում ընդհանրապես։ Դա հայլի է անգամ
բոլորի վարկագիծը վերցրած միասին, չէ՞։ Նաև դա ցույց է տալիս, թե ինչքանով է հասարակությունը ժողովրդավար, ինչքանով է մտածում հասարակությունը ժողովրդավար, այդ թվում քաղաքական գործիչները, հա։ Խնդիրը բարդ էր, աղմուկը շատ էր եւ ելի լուծումը ընտրություններ։ Ուզում եմ դա շեշտել։ Ես էլի մի ճգնաժամային իրավիճակ հիշեցի 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տեղ ունեցավ ագրեսիա Հայաստանի ինքնիշխատարածքի դեմ, հա, եւ այն շրջանում Ասյունիքում, որտեղ որ հենց ենթարկվել էր ագրեսիային, արդեն ծրագրավորված ընթանում էր ընտրական գործընթաց 20 ամսի 26-ին նշանակված էին պետք է տեղի ունենային տեղական ընտրություններ եւ պետք է ասեմ, որ նաև անգամ այս դեպքում շատ կարևոր է, որ ընտրությունները անցկացվեցին, հա, եւ դրանով նաև ոնց որ ժողովրդավարությունը իր դիմադրականությունն է ցույց տալիս։ Եվ անգամ այդ ճգնաժամային իրավիճակներում ժողովրդավարական մեխանիզմները շարունակում են գործել։ Դա շատ կարևոր հանգամանք էր։ Իսկ եկեք փորձենք նայենք ընտրություններին ավելի շատ քաղաքացու, հա, դիտանկյունից։ Ինչպես է քաղաքացին ընտրությունների միջոցով ազդում օրինակ երկրի զարգացման վրա կամ կարողանում է արդյոք ազդել։ Իհարկե կարողանում է, բայելով է ազդում, եթե ոչ ընտրողը։ Ընտրությունը հենց դրա մասին է, որ քաղաքացին կարողանա ազդել ընտրության իշխանության ձևավորման որոշումների կայացման վրա, հա, եւ ընդամենը 5 տարին մեկ հնարավորություն ունի, օրինակ այս անգամ մենք հերթական ընտրություն են կազմակերպում։ Վերջին 9 տարում, բայց քաղաքացին, վերջին 9 տարում առաջի հերթական ընտրություն է։ Քաղաքացին իրավունք ունի ինչ որտեղ նաև պարտականություն գնալ եւ իր ձայնը հայտնել, թե ինչպես պետք է գնա մեր պետությունը առաջիկա 5 տարում դեպի ինչ զարգացում պետք է գնա։ Այդ այո, ընտրությունները կազմակերպչական առումով պետության պարտականությունն են, մասնակցային առումով հասարակության պարտականություն, քանի որ պետությունը դա մեծ պայմանագիր է քաղաքացու եւ ինստիտուտների նկատմամբ, ինստիտուտների ամբողջության նկատմամբ, ընտրություններում ինստիտուտների ամբողջականությունը պարտավորություն ունի կազմակերպել ընտրությունները պատշաճ, բայց քաղաքացին էլ իր պայմանագրում, այդ գլխավոր պայմանագրում այդ պարտավորությունը ունի, որ ինքն էլ այդ դերը կատարի, հա, գնա եւ իր ձայնը տա։ Նմանատիպ մոտեցումը իրավունք ունի գոյություն ունենալու, հաշվի առնելով տվյալները, հա, այն երկրների, որտեղ մասնակցությունը պարտադիր է, Ավստրալիան լավ օրինակ է շատ, Բելգիան լավ օրինակ։ Ես էլ չեմ կարծում, որ դա է լուծումը, իմ կարծիքով լուծումը քաղաքացիական եւ ժողովրդավարական կրթությունն է, ինչով մենք հիմա զբաղվում ենք այս տաղավարում, որ քաղաքացին զգա օրգանիկ կապը իր մասնակցության եւ իր վրա ազդեցության միջեւ, հա։ Այս առումով կարծում եմ սա ավելի կարեւոր է, քան պարտադիր դարձնելը։ Իդեպ կարող նաեւ լինի չմասնակցություն գիտակցված, այդ գիտակցված չմասնակիցներին մենք բերում ենք միևնույնն է ինքը իր կարծիքը չի հայտնում, չէ՞, որովհետև ինչի համար ենք մենք ուզում որ ավելի մասնակցային լինի ընտրությունները, որպեսզի puzzle-ը ամբողջական լինի, չէ՞, ամբողջականությունը կարծիքի լինի հանրությանը, ոչ թե հանրության մի հատվածին։ Հիմա եթե հանրության մի հատվածը որ գիտակցաբար ինչ որ պատճառով չի գալիս, գալով շատ լավ է այդ օրգանիկ կապը եւ այլն։ Եվ նաև ինչ ասել է դարձնել պարտադիր, որովհետև կան երկրներ, որ սանկցավորված է։ Կան երկրներ, օրինակ պետական ծառայողները խնդիր են ունենում, հա, ես օրինակ եղել եմ Բրազիլիայում դիտարկման ընտրությունների եւ մեզ ուղեկցում էր կենտրոնական հանձնաժողովչի իրենց համակարգը այլ կերպ է, ընտրական դատարան է կոչվում։ Ընտրական դատարանի աշխատակիցը մեզ ուղեկցում էր եւ խնդրեց, որ մտնենք իր տեղամաս քվեարկի, հակառակ դեպքում ինքը պիտի մի մեծ զեկույց գրի եւ բացատրի, թե ինչու չի մասնակցել քվեարկությանը, որովհետեւ հատկապես պետական աշխատողների համար դա կարող է հետևանք առաջացնի, այսինքն աշխատանքի վայրում կարող է հետևանք առաջացնել։ Այդ պատճառով էլ ես չդրամար չեմ ասում, որ պետք է պարտադիր սարքել, որովհետեւ մարդու ընտրությունը կարողանա չմասնակցելը եւ նա չպետք է դրանից ենթարկվի որից է վարչական տույժի։ Կարող ենք անverջ վիճել այս հարցի շուրջ, բայց եթե կարելի է փորձեմ այլ կերպ նաև հարցը ձևակերպել ու մյուս կողմից նայենք այս քննարկվող հարցին։
Իսկ եթե որոշեն, որ զանգվածաբար չեն ցանկանում մասնակցել ընտրություններին, դա արդեն պետության համար ինչ վտանգներ կարող ունենա եւ ինչպիսի ազդեցություն ընդհանրապես կունենա։ Նայ կան երկրներ, որտեղ շեմ է սահմանում, ասացության ասենք, եթե որոշակի շեմ չի ախտարվում, ապա այդ ընտրությունները համարում են չկայացած։ Չնայած հիմա շատ հատուկ կենտ երկրներ կարելի գտնել։ Ավելի տարածված է շեմի կիրառումը հանրաքվեների ժամանակ, որտեղ ըստեյության փանջում է որոշակի տոկոսի մասնակցություն։ Իսկ զանգվածային բոյկոտը վտանգները դրա մի քանիսն են, ես գուցե նշեմ միայն մեկը, որ եթե զանգվածաբար բոյկոտվում ընտրությունը եւ դա կարելի է ենթադրել դա որ միջին խաղն է եւ հիմնական որ չի մասնակցում ընտրություններին, այստեղ մեծ ռիսկ կա որ ընտրությունները ի վերջո կայանում են, բայց հասարակության վերին եւ ստորին ստրատաններն են այնտեղ ուրեմն գնում մասնակցում եւ ինչքանով է այդ ընտրությունների արդյունքը ներկայացական, հա, էքստրեմալ ծայրահեղությունների մեջ ենք մենք ընկնում, զուտ մարգինալացնելով հիմնական ոնց որ էլեկտորատը։ Եթե չեմ սխալվում, մենք երկու համայնքներ ենք ունեցել մեր ընտրական պատմության մեջ, որոնք կազմակերպված բոյկոտել են ընտրությունները, կարծեմ։ Ուզում եմ ասել, որ իդեպ մենք այդպիսի դեպք ունեցել ենք Սևան համայնքում խոշորացված առաջին ընտրությունները, որպես խոշորացված համայնք, այո, Ծովագյուղ գյուղը 0 մասնակցություն ունեցավ, այդ շատ հետաքրքիր փորձառություն էր։ Ըստ էության դա դեմոնստրացիայի, ավելի ճիշտ քաղաքական կարծիք հայտնելու եղանակ էր։ Գոնե ես այդպես դիտարկեցի, քանի որ համաձայն չէին միջև այդ հանրաքվեն իհարկե եղել էր տեղական խոշորացմանը եւ այլն։ Իհարկե դա չդանդաղեցրեց խոշորացումների բարեփոխումը, քանի որ ես համարում եմ, որ դա բարեփոխում է, եւ ըստ էության դա այդ տեսանկյունից պետք է նայել կոնկրետ այդ հարցը, այնպես որ եթե հանդիպի այդպիսի դեպք, գուցե հենց դա քաղաքական բառը չեմ ուզում վատ ընտրել, դեմարշ գուցե հայերեն չկարողացա գտնել, հա, բայց երևի կհամաձայնեք, որ անգամ բոյկոտի պարագայում էլի քաղաքացու ազատ կամ արտահայտումը պիտի արկա լինի, այսինքն բոյկոտի ներսում էլ կարող են ճնշման գործիքներ լինել եւ էլի պետական ինստիտուտների պատասխանատվությունն է հետեւել, որպեսզի դա ազատ կամ արտահայտման բոյկոտ լինի, այլ ոչ թե օրինակ ճնշման հետևանք։ Ես շատ լավ հարց եք բարձրացնում, բայց ամեն դեպքում վարկագծային առումով ոչ մեկ չեկավ ընտրության, թե ինչպես էր եղել լուծումը, դա արդեն կարծես ընտրական համակարգից անդին կան ազնիվ եւ անազնիվ բոյկոտների եթե եղել են օրինակ ճնշումներ, չգիտեմ, դա քրեական հանցագործություն է, բայց քանի որ այդ օրինակը բերեցիք, ես դրա համար ստիպված եղա ավելի մանրամասն ներկայացնել, հա, գուցե դա ամենակաղաքական, այսպես ասած, ակցիան չէր։ Բայց այդ դեպքում ոնց են որոշումները կայացվում, օրինակ ոչ ոք չի եկել ընտրության, չի քվեարկել, արդյունքում ինչ տեղի ունեցավ կամ ինչ։ Եթե խոսքը այդ դեպքին է վերաբերվում, ապա խոշորացված համայնքի մի բնակավայրը չմասնակցեց, մնացած բնակավայրերը մասնակցեցին եւ ըստ էության որոշումը կայացվեց, այսինքն իշխանություն ձևավորվեց առանց իրենց մասնակցության, առանց իրենց կարծիք հաշվի առնելու, ընդ որում նաեւ տեխնացուների մեջ չկային, որովհետեւ տեխնացուներ էլ, չէ, պետք է լինեն ամեն բնակավայրից։ Այն ժամանակ կարծեմ թե դեռ մեծամասնական ընտրակարգ էր, բայց հիմա օրինակ այդ համայնքում համամասնական ընտրակարգ է, իսկ համամասնական ընտրակարգում պետք է բնակավայրերի կեսից գոնե լինեն օրինակ տեխնացուներ եւ ինքն էլ մեծ բնակավայր է, կարծում եմ շահագրգռվողներ կլինեն, որ առաջադրվեն եւ երևի թե էլ չի կրկնվի։ Մենք նաև ընտրությունների վերաբերյալ մեր հարցերը ուղղել ենք քաղաքացիներին եւ այժմ իսկական պահն է, որպեսզի ուսումնասիրենք նրանց պատասխանները։ Եթե ձեր ընտրած տեխնացուն չի հաղթում, դուք կվստահեք ընտրությունների արդյունքներին, թե կկասկածեք դրանց արդարությանը։ Կարծում եմ կվստահեմ, քանի որ չեմ կարող ասել մնացած մարդիկ ինչ կարծիք կարող են ունենալ։ Իսկ թվում է կվստահեմ, ամեն ինչ կասկածելի է, մեր երկրում արդեն։ Կվստահեմ։ Իջեգնու ընտրությունը կեղծ է եղել, ընտրություն չկա։ Կվստահեմ։ Ինչն է ուղղորդում ձեզ, թե ում քվեարկեք։ Տեխնացուների ծրագրերի ու բանավեճերի վերլուծությունը, թե անձնական խնդրանքներն ու կապերը։
Հիմնականում իմ ընտրությունը կատարվում է բոլոր հանգամանքները հաշվի առնելով, հարցազրույցները դիտելով, նախընտրական ծրագրերը նայելով եւ այլն։ Նախընտրական ծրագիրը ամենաառաջին։ Ես նայում եմ աշխատանքներին, ով որ մեր երկիրը առաջ է տանում, նրան էլ զենես տալիս։ Ինձ թվում է տեխնացուի հանդեպ վստահությունը։ Ժողովրդի արած գործերից։ Ուղղակի արդարության կողմից ենք, որ ուզում ենք մեր երկրում ճիշտ ղեկավար լինի։ Տարիքի փորձը։ Քաղաքացիների պատասխանները լսեցինք եւ այժմ էլ արդեն իսկ արձագանքենք այդ պատասխաններին։ Մենք լսեցինք, որ շատ այս հարցմանը մասնակցածներ նշում են, որ գնահատում են տեխնացուների ծրագրի նախընտրական ծրագրերին, նայում իրենց հարցազրույցները, շատ եմ ուզում դրան հավատալ, բայց կարծում եմ, որ մարդկանց մեծամասնությունը շատ ավելի իմպուլսիվ է երբեմն որոշումներ կայացնում, եւ ըստ շատ էական չի, հա, թե ինչ մոտիվով է ուրեմն ընտրողը գնում եւ կայացնում ինչ որոշումը, կարեւոր է, որ դա կատարի անկախ որոշ ճնշումներից եւ արտահայտի իր կամքը, իսկ ինչ վերաբերում է ուրեմն այն հատվածին, որտեղ խոսվում էր վստահելիության պահին, եթե չի հաղթում ձեր նախընտրած տեխնացուն, նախ ուրախալի էր, որ մեծ մասը ասեցին, որ թեև մեր տեխնացուն պարտվի, ես կվստահեն, իրենք կշարունակեն վստահել իրենց ուրեմն վստահ ընտրություններին, այստեղ ես կարող եմ հավելել, որ կարևոր է նաև որպես տեխնացուները եւս շնորհավորեն հաղթող կողմին եւ ընդունեն իրենց պարտությունը եւ բնականաբար ընտրությունների վստահելիությունը դրանով ավելի կբարձրանա։ Ես համաձայն եմ ձեզ հետ, որ միգուցե ծրագրերը այն խորությամբ, ինչպես որ կուզենայինք, չեն դիտարկում մեր քաղաքացիները, բայց ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ մեզ մոտ արդեն ձևավորվել է Հայաստանում բանավեճի մշակույթը, մեդիաներով հարցազրույցներ տալը, ինչին հետևում են էլի ընտրողները, որպեսզի իրենց ուզող հարցերի պատասխանները ստանան, եւ ընդհանուր առմամբ քարոզարշավն էլ կարծես թե առաջընթաց է ապրել, եւ ես տեսնում եմ քաղաքական կուսակցություններն ինչպես են տանջվում, ինչպես են մտածում ավելի կրեատիվ ձևեր ընտրողի քվեն ստանալու համար, եւ ես շնորհավորում եմ մեզ, որովհետեւ սրանք լուրջ ձեռքբերումներ են։ Միգուցե ծրագիրը չեն կարդում այն խորությամբ, ինչպես կուզեինք, բայց ենթադրում եմ, որ քաղաքական կուսակցություններն իրենք էլ են համառոտագրում իրենց այսպես հիմնական շեշտադրումները եւ ամբողջ քարոզարշավը անցնում է այդ կարգախոսների ներքո, ինչը օգնում է մարդկանց հասկանալ։ Ես ուրախ եի լսել, որ մեր քաղաքացիները մեծ իմաստով հետևում են ասելիքին նաեւ կուսակցությունների։ Համաձայն եմ, որ քարոզարշավը մեծապես նպաստում է մանավանդ աշխուժ անցկացնող քարոզարշավը մեծապես նպաստում է ընդհանուր իրազեկմանը քաղաքացիների եւ ինչքան երբ փորձենք շրջանցել այս հանգամանքը տվյալ ընտրություններում, օրինակ այս ընտրություններում հստակ երևում է աշխարհակաղակական կողմնորոշման հարց, հա, որ ընտրողները պետք է ինչ-որ տեղ պատասխանեն։ Այո, բայց տես ես կարծում եմ, գոնե իմ դիտարկումներով ես ֆիքսել եմ, որ այլևս ոչ միայն ականջահաճող խոստումների կամ քաղաքականությունների ներկայացումն է, արդեն մենք սովորել ենք հարցնել իսկ ինչպես։ Եվ ես էլի համարում եմ սա գիտակցված ընտրության նախապայման ընտրողի պարագայում, որ ինքն հարցնում է իսկ ինչպես է դա անելու։ Ես համաձայն եմ, որ շատ կարևոր է, որ տեխնացուները ընդունեն արդյունքը, որովհետև շատ պարագաներում ընտրողը հենց տեխնացուին էլ հավատում է։ Բայց խոսքը ինձ թվում է ավելի շատ մեխանիզմին հավատալու մասին էր այստեղ, եւ որը նշանակում է, թե արդյոք ճանաչում ես ընթացքը, հա, սովորել ես ընթացքը, ինչպես է տեղի ունենում այդ կազմակերպչական մեծ գործընթացը, հա, երևի հարցի խորության մեջ դա էր։ Ինձ ամեն դեպքում ուրախացրեց վերջի պատասխանողը, որ ինքը կնայի հարցազրույցները, բանավեճերը, ծրագրերը կկարդա եւ այլն, կարծես թե այսպես սովորած պատասխան լիներ։ Ես էլ ուզում հավատամ, որ դա այդպես է, որ դա մեծ դերակատարություն պիտի ունենա անշուշտ, բայց նորից ուզում եմ վերադառնամ նրան, որ հարցի բովանդակության մեջ մենք դրել էինք այն, որ արդյոք ձեզ համար կարևոր է ձեր ուսումնասիրությունը process-ի նկատմամբ, թե կարևոր է թե ով է ընտրվում։
Ես նաև կուզեմ մեկ այլ հարցի շուրջ խոսել, երբ մեր ընտրողները կկարողանան նաև ուժ գտնել իրենց մեջ լսելու հակառակորդ տեխնացուների, հա, այսինքն այն կուսակցություններին, այն քաղաքական գործիչներին, ում հետ իրենք համաձայն չեն, սա էլ շատ կարևոր քաղաքացիական կրթության փոփոխություն կլինի եւ մշակույթի փոփոխություն։ Իհարկե, կառավարության մեջ աղմուկը շատ է։ Եվ ընդհանրապես ընտրությունների ժամանակ աղմուկը շատ է, դժվար է տարբերել այդ աղմուկի մեջ ճշմարտությունը։ Եվ անգամ ընտրությունների նկատմամբ վերաբերմունք ձևավորելուց շատ աղմուկը շատ է եւ դժվար է ճիշտ տեղեկատվությունը մարսել, հա, նախ գտնել, հետո մարսել։ Այս առումով այո, համաձայն եմ ես։ Ես փորձեմ փոքր նաև երիտասարդների տեսանկյունից ես ամբողջը դիտարկել, որ երբ որ ուղղակի ամբողջ օրը դու լսում ես տարբեր կուսակցությունների, տարբեր առաջնորդների կարծիքները, մտքերը, դիտարկումները, հիմնականում դրանք ինչ բնույթ ունեն, հա, նշում են մյուս տեխնացուներին վատաբանությունները, հա, ու այդ տեսանկյունից ինչ որ մի պահից արդեն մարդը քաղաքացին ու կարծում եմ ինչ որ առումով հատկապես երիտասարդը հոգնում է այդ ամբողջական այս շրջապտույտի մեջ լինելուց, ուղղակի շատ հաճախ նույնիսկ կարող է ինձ դա ցանկությունն առաջացնել չմասնակցել ընտրություններին։ Այսինքն այդ լինել ոչ թե գիտակցված որոշում չմասնակցել ընտրություններին, որտեղ իրենք օրինակ դեմ են ինչ-որ գործընթացին, այլ ուղղակի հոգնել են դրան։ Բայց մյուս կողմից էլ, չէ՞ որ դա մեր յուրաքանչյուրի շատ կարևոր պարտքն է։ Այս դեպքում, պարոն Սմբատյան, երևի դուք մեզ հուշեք, թե մենք որտեղից կարող ենք հենց կոնկրետ քաղաքական ուժերի ծրագրերը գտնել, ուսումնասիրել, որ նույնիսկ եթե փորձենք այդ ամբողջ նյութերից կամ ամենատարբեր քննարկումներից զերծ մնանք, պարզապես որպեսզի կարդանք, տեսնենք, թե նրանք ինչ են պլանավորում, որտեղ մենք կարող ենք գտնել այդ ինֆորմացիան։ Շատ լավ հարց է։ Նախ պիտի ասեմ, փնտրողը կգտնի, բայց դա շատ հեշտ է, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում բոլոր գրանցված տեխնացուների, տվյալ դեպքում կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծրագրերը, եթե նրանք տրամադրել են կենտրոնական ընտրական հանձնաժողովում, հետևված են, մեծ մասը կա եւ այստեղ ավելի շատ ցանկությունն է, կա արդյոք ցանկություն այդ ծրագիրը գտնել, թե այդ աղմուկի մեջ կա հոգնածություն, թե այդ աղմուկի մեջ չկա ցանկություն այն քաղաքական ուժերին լսել, որոնք ի սկզբանե մենք առանձնացրել ենք ոչ մեր ճաշակի բաժնում։ Այս դեբատը, հա, հենց նկատի չունեմ այն դեբատը, որ ուղիղ տեխնացուների մեջ պիտի տեղի ունենա, հա, օրինակ հանրայինի եթերում, որը եւս շատ կարեւոր է, քանի որ այս հաղորդումը եւս գնում է հանրայինի եթերում, կարող ենք հիշեցնել, որ այդ դեբատները շատ կարևոր են այդ առումով, գտնելու առումով, թե ով ինչ ծրագիր ունի, բայց ընդհանրապես քաղաքական, հրապարակային դեբատին հետևելու ցանկությունը եթե կա քաղաքացու մոտ, ապա հավատացեք նա կգտնի նյութ եւ նաեւ ծրագրերը։ Գիտեք, այդ process-ը ծանր է, պատասխանատու է, բայց եթե դու ունես որոշում կայացնողի այդ առավելությունը այս ամբողջ համատեքստում, դա գալիս է նաև այդ փաթեթով, հա, այսինքն դու նաև պատասխանատու ես, այո, լսելու, կշռադատելու, վերլուծելու, մտածելու, այո, սրանք բոլորը ընտրողի մեծ իմաստով պարտավորություններն են։ Այլ բան, որ ասենք մեր դեպքում մենք ունենք շատ մեծ թվով խաղացողներ եւ ես հասկանում եմ նաեւ հոգնածության բարագան ժողովրդի։ Գիտեք, հանդիպել եմ երիտասարդների հետ, որոնցից ոմանք օրինակ ինձ ասում էին, որ մենք ուսումնասիրել ենք, մենք կարդացել ենք ծրագրերը, բայց այնքան բարդ է մեզ համար որոշում կայացնել, որ մենք անգամ ցանկություն ունենք պատվիրակելու մեր ձայնը ավելի խելացիներին։ Եվ ես փորձում եմ իրենց բացատրել, որ ավելի խելացի չկա, քան դուք եք, ձեր ապրած կյանքը, ձեր կրած զրկանքները, ձեր ունեցած հնարավորությունները եւ այդ պատասխանատվության տակ մի այսպես կուչեք եք, հա, դուք կարող եք ձեր ապրած կյանքի փորձառությունից ելնելով կայացնել այդ որոշումը, թե ում եք վստահում։ Ես կասեի, հենց ընտրությունները դրա մասին են։ Այո, եթե դուք ուզում եք ավելի խելացին պատվիրակեք, ընտրեք այդ 19-ի մեջով ավելի խելացի եւ նրան պատվիրակեք ձեր փոխարեն որոշելու։ Ընտրությունը ես դրա մասին է։ Այո, բայց ծանրությունը այդ որոշումների այնքան մեծ էր ըստ իրենց ընկալմամբ, որ իրենք ասում էին, որ մենք այդ պատասխանատվության տակ մի տեսակ չենք ուզում որոշում կայացնել։
Բայց չմտնելն էլ Անշուշտ, եւ ես հենց դա էի շեշտում իրենց, որ ցավոք սրտի, այո, եթե որոշում կայացնելու առավելությունը ունես դու, ուրեմն դու պարտավոր ես նաեւ այդ ծանրությունը կրել։ Եթե լրջությամբ է վերաբերում ինչ որ մեկը, լրջությամբ ավելի վատ մեղք է չմասնակցելը։ Ու երբ որ չմասնակցելու մասին ենք խոսում ընտրությունների, միշտ պատկերացնում ենք մասնակցել որպես քվեարկող։ Բայց չէ՞ որ մենք կարող ենք ընտրություններին մասնակցել նաև այլ ձևով, որպես տեխնացու։ Ինչ եք կարծում այս առումով, որքանով մելի երիտասարդները պետք է հատկապես ավելի մտահոգված, ավելի մոտիվացված լինեն մասնակցելու ընտրություններին որպես տեխնացու եւ ինչ քայլեր դրանք կարող են իրականացնել այս կոնտեքստում։ Ես մեծագույն հարգանք ունեմ բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր մտնում են քաղաքականություն, եթե ճիշտ ասեմ, որովհետև դա պատասխանատվության շատ այլ մակարդակ է։ Խոսքը գնում է իհարկե ազնիվ մղումներով մտած մարդկանց մասին, այնպես որ ես միշտ ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր գնում են քաղաքական պատասխանատվության դաշտ, որտեղ դա իրոք շատ բարդ պատասխանատվություն է։ Այնպես որ ես քաջալերում եմ երիտասարդներին, եթե այդ էներգիան եւ ցանկությունը ունեն, անպայման փորձեն իրենց ուժերը քաղաքականության մեջ։ Իմիջիալուց այսպես մի ուսումնասիրություն կա եւ կա կոռելացիա, ինչքանով վաղ են սկսում երիտասարդները ընդգրկել քաղաքականությունում, այնքանով ավելի երկար մինչև կյանքի վեճ պահպանվում է իրենց քաղաքացիական եւ քաղաքական ակտիվությունը, հա։ Մասնավորապես այս այն երկրները, որտեղ 16 տարեկանից են քվեարկում, մանավանդ տեղական ընտրություններում, հա, իրանք շատ ավելի ներգրաված են լինում հետագայում եւ երիտասարդությունը շատ ավելի ուրեմն հագեցած է լինում եւ հասարակական ակտիվությամբ։ Նույնպես կարևոր եմ համարում, որ իմաստ ունի նաեւ ինչ որ ժամանական ծերվի դիտարկել հենց փոփոխությունները մեր մոտ եւ իջեցնել ուրեմն երիտասարդներին առաջադրվելու տարիքային շեմը, հա, մանավանդ թիմ ընտրություններում էլի եւ դա մեծ խթանք հանդիսանա, որպեսզի իրենց հասակակիցների աջակցությունը ունենալով ուրեմն մասնակցեն քաղաքականությանը։ Թիմ ընտրությունների 18 տարեկան է իջեցվել, բայց կա նաեւ այսպիսի կոռելացիա, ով առաջին անգամ ընտրող լինելուց, այսինքն 18 տարին լրանալուց հետո ընտրությանը մասնակցում է, նա հետո ավելի ակտիվ է լինում մնացած իր ամբողջ կյանքում, սովորաբար բոլոր ընտրություններին է մասնակցում։ Իսկ ով առաջին անգամ ընտրելու իրավունք ստանալուց չի մասնակցում, նա սովորաբար пассив մնում է ամբողջ կյանքում։ Դե դրա համար էլ մենք ունենք առաջին անգամ ընտրողներին ուղղված հատուկ քարոզարշավներ, չէ՞։ Մենք ունենք անգամ նվեր այս անգամ առաջին անգամ ընտրողներին, ում 18 տարին լրացել է այս տարի եւ կգնա ընտրության, նրանք ունեն անակնկալ կենտրոնական հանձնաժողովից տեղամասային կենտրոնում կստանան նվեր, ընդ որում շատ ճաշակով եւ գեղեցիկ նվեր է։ Մենք նաև ինչ հաղորդման մեկնարկը փոքրիկ հարցախուզ ենք ունեցել ուսանողների եւ երիտասարդների հետ եւ մի քանի հարց նրանք եւս հղել են, որոնք այսօր կբարձրաձայնեմ եւ կակնկալենք նաև ձեր պատասխանը ու հուսով եմ այդ մարդիկ եւս արդեն էկրանների մյուս կողմում կարողանան լսել իրենց բարձրացրած հարցերի պատասխանները։ Եվ հարցը այն է, թե առաջին հարցը, եթե քաղաքացիները չեն գիտակցում իրենց ձայնի արժեքը եւ օրինակ կարող են ստանալ ընտրակաշառք, ինչ պատիժ կարելի է կիրառել նրա դեմ։ Նշեմ նաև, որ երբ որ մենք քննարկում էինք սա իրենց հետ, իրենք մտածում էին, ասում էին, միգուցե ընդհանրապես թույլ չպիտի տրվի այդ մարդուն մասնակցել ընտրություններին կամ օրենքով ինչ այլ պատիժ հնարավոր կլինի նախատեսել նրանց համար։ Իսկ թվում է օրենքը արդեն իսկ նախատեսում է շատ լուրջ պատիժ, ահա, դրանք պատրաստ են 7 տարի անցկացնել բանտումը եւ բաց թողել մեկ ընտրությունը դասքում վախընտրել։ Ուղղակի իսկապես պետք է գիտակցել, որ դա մեծագույն սխալ է ընտրակաշառք վերցնելը եւ նաեւ որոշում է, որ ոչ միայն քո անհատական մակարդակի վրա է ազդում, հա, դու լեգիտիմացնում ես ոչ բարեխիղճ մրցակցի անօրինական գործողությունները, երբ որ նա փորձում է ժողովրդավարական ինստիտուտը օգտագործել, կիրառելով անօրինական գործիքներ եւ զավթել իշխանությունը, դառնում ես դրա մասնակից։ Հարցի կոնտեքստը նա է, որ բացի քրեական պատասխանատվությունից, հա, իհարկե հասարակությունը պետք է պախարակի այդպեսին կարծում եմ, էլի։ Դա միայն սովորական հանցագործություն չէ, այլ դա վերաբերմունք է եւ այդ վերաբերմունքը նաև
պետք է հասարակությունը ընկալի որպես իր անձի նկատմամբ, ոչ միայն ինքը իր նկատմամբ, հա։ Շնորհակալություն եւ երկրորդ հարցը, որը ուղղել էին, դա էլ արդեն իսկ ընտրությունների արդարության հետ է կապված։ Մտահոգություն ունեն, որ ամեն անգամ ընտրություններից հետո միշտ ինչ-որ խումբ ասում է, որ ընտրությունները արդար են, մյուսները ասում են արդար չեն, բայց իրենք որպես քաղաքացի չեն կարողանում հասկանալ, թե արդյոք այդ ընտրությունները իսկապես իրենց կամքն են արտահայտում։ Ինչպես կարող են իրենք վստահ լինել, թե արդյոք այդ ընտրությունները արդար են, թե ոչ։ Ճիշտն ասած, մեր ընտրական գործընթացը մեծ զարգացում է ապրել տարիների ընթացքում, տասնամյակների ընթացքում կարելի ասել է։ Պրոցեսը մաքսիմալ թափանցիկ է, մաքսիմալ կանոնակարգված է։ Պրոցեսը տեսանելի է բոլորի համար, բոլոր դերակատարների համար, հա, մենք ունենք վստահված անձինք, մենք ունենք անգամ տեղամասային ընտրական հանձնաժողովներ, որոնց մեծ մասը նշանակվում է քաղաքական ուժերի կողմից, ազգային ժողովում ֆրակցիա ունեցող նախագահ կարտուղարները բացառությամբ նրանց նշանակածներն է լինում, ունենք դիտորդներ, որոնք ունեն բազմամյա դիտորդության եւ փորձ եւ գիտակ են իրենց գործում։ Դժվար է ասկան այս պայմաններում եւ այս դրակարգի պայմաններում ինչ որ կախված է հենց զուտ քվեարկության օրվա հետ, հա, թողնել մեծ կասկածի հնարավորություն, որովհետեւ իսկապես ամբողջ գործընթացը այնպես է կազմակերպված, որ ինքը տեսանելի է եւ վերահսկվող է եւ հանձնաժողովների կողմից եւ շահագրգիռ այլանցած կողմից։ Արդարությունը շատ լայն հասկացություն է եւ ամեն մեկս մենք ենք որոշում, թե որ չափորոշիչներով պիտի մենք մտածենք արդար էր թե ոչ այս ընտրությունը։ Մեծ իմաստով հետընտրական հանգստությունը, հա, երբ որ ամեն ինչ ավարտվում է, բոլոր խաղացողները ընդունում են մեկը մյուսի արդյունքները, ես կարծում եմ, որ դա կբերի մարդկանց այդ վստահությունը, որ արդար են անցել, բայց էլի եմ ասում, եթե երիտասարդ է հարց տվողը, լավագույն տարբերակը համապարփակ այդ արդարության չափանիշը գնահատելու այն կլինի, որ ինքը մտնի ընտրական գործընթացների մեջ, որպես դիտորդ, որպես քաղաքական գործիչ, եւ հենց ներսից տեսնի, թե ինչպես է այդ արդարությունը կայանում ընտրական process-ում։ Իմ պատասխանը կլինի վերահսկել անձամբ։ Եվ դրա հնարավորությունները բազմաթիվ են։ Ես բազմաթիվ երկրներում դիտորդություն եմ իրականացրել, որ այսքան շատ վերահսկողական գործիք ոչ մի երկրում չեմ հանդիպել։ Մենք ներբեռնման հնարավորության դնում ենք բոլոր ընտրողների ցուցակները։ Պետք է download անել, ներբեռնել քո տեղամասի ընտրողների ցուցակը եւ տեսնել արդյոք դրանք ճիշտ են թե ոչ, քո բոլոր հարևաններն գրկված են թե չէ, բացի իրենցից էլի մարդիկ կան թե ոչ։ Մենք ընտրությունից հետո սկանավորում ենք բոլոր ընտրողների ցուցակները, արդեն ստորագրած ընտրողների ցուցակները, որով կարելի է տեսնել, թե ովքեր են մասնակցել ընտրության։ Եվ էլի վերահսկի, արդյոք դու այդպիսի հարևան ունես, որ երկրում չի, բայց գնացել է ընտրության։ 1750 տեղամասից, ընդ որում այդ տեղամասերը իրար հետ ընդգրկելու են 95-ից 55%-ից ավելի ընտրողները։ Տեսա հեռարձակում, հա, on-line ռեժիմով։ Եվ կարող ես տեսնել քո տեղամասը, կարող ես տեսնել հարևան տեղամասը եւ վերահսկել, թե ինչպես տեղի ունեցավ գործընթացը։ Սա ընդհանրապես երկու ամենապարզագույն մեխանիզմներն եմ ես ասում վերահսկման, բայց բազմաթիվ են մեխանիզմները վերահսկման։ Անկամ վերահաշվարկի գործընթացն է տեղի ունենալու բոլոր ընտրատարածքներում հեռարձակումով։ Ընդ որում այս անգամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները առնվազն 3 տեղամաս վիճակահանությամբ կվերահաշվարկեն, այսինքն ունենք մենք արդեն պարտադիր վերահաշվարկի ինստիտուտ, ամեն ընտրատարածք 3 առնվազն տեղամաս վերահաշվարկի կենթարկի։ Բոլոր կուսակցությունները ունեն մինչև 2 վստահված ունենալու իրավունք։ Բազմաթիվ դիտորդական առաքելություններ կան։ Կարելի է անդամագրվել դիտորդական առաքելությունների ցանկում վերջի վերջո իրենք բաց հայտարարում են եւ անգամ երբեմն դժգոհում են, որ երիտասարդները մանավանդ չեն ցանկանում անդամագրվել եւ անձամբ վերահսկել ընտրությունները։ Գտիր քո համար ճիշտ տեղեկատվությունը։ Մի թույլ տուր, որ քեզ խաբեն եւ ընտրության գնալուց, քվեարկելուց եւ ընտրությունների վերաբերյալ կարծիքը ձևավորելուց։ Այն կարող ես դու ինքնուրույն անել, դրա համար բավարար ճիշտ գրագետ տեղեկություն առկա է։
Շատ լավ, մեր հաղորդումն էլ կարծես թե մոտենում է իր տրամաբանական ավարտին, բայց մինչ այդ փորձենք ամփոփենք ընտրությունների թեման, հատկապես հիշելով, որ ընդամենը մի քանի օրից սպասվում են Հայաստանում ընտրություններ։ Ընտրությունների պետության համար մեծ, դժվար, ռեսուրսատար միջոցառումներ են, բայց պետությունը ոչինչ չի խնայում դա կազմակերպելու պատշաճ։ Ընտրողից միայն մնում է մեկ քվեաթերթիկ ընտրել եւ գցել քվեատուփի մեջ։ Մի զլացեք եւ գնացեք 19 քվեաթերթից ընտրեք մեկը եւ հայտնեք ձեր ձայնը, որովհետեւ դրանով է որոշվելու եւ դրանով պիտի որոշվի մեր բոլորի վաղվա օրը։ Ես համաձայն եմ, բայց այդ քվեաթերթիկը բավական ծանր քաշ ունի, այն իմաստով, որ դա մի ամբողջ պատասխանատվություն է իրենից բարփակում, որովհետև մենք ընտրում ենք մեր ապագան, մեր երեխաների, մեր երկրի, ուստի ես էլ եմ միանում պարոն Սմբատյանին կոչ անելով չվախենալ այդ ծանրությունից եւ վայելել ընտրելու իրավունք ունենալու եւ դա ազատորեն կիրառելու, իրականացնելու փաստը։ Թերևս ես էլ կոչ եմ անում գնալ եւ ազատորեն կատարել ընտրությունը, մասնակցությունը կարեւոր է, որքան շատ են մասնակցում, այնքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այնքան ավելի ներկայացական է ժողովրդավարությունը եւ այնքան ավելի լեգիտիմ է ժողովրդավարությունը։ Այսօր տեսանք, որ ընտրությունները ոչ միայն տեխնացուների կամ կուսակցությունների մասին էր, այլ նաև հենց մեր ընտրողների մասին է։ Դե, երբ որ մենք էլ ընտրությունների ենք գնում, հատկապես պետք է ուշադիր լինենք այն հանգամանքին, թե մենք իսկապես հանուն ինչի ենք քվեարկում, ինչպիսին ենք ցանկանում, որ լինի մեր երկիրը առաջիկա 5 տարվա ընթացքում։ Այսպիսով, եթերում գաղտնաբառը քաղաքացին հաղորդումներ։ Մինչ հաջորդ շաբաթ։